Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 13-ի համար և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այսօրը։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին նոյեմբերի 13-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը օձեր կան, չար մարդիկ, չար խոսակցություններ, բամբասանքներ, նմանատիպ վերաբերմունք ձեր նկատմամբ։ Մյուս կողմից ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու, դե կողը երջանիկ եք և իրանք այդպես միանգամից սկսում են չարանալ։ Եվ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը կամ նմանատիպ կենտրոն կարող եք գնալ և որոշ տհաճ պահեր կան, միգուցե դա է առողջությունը, ինչ-որ մի բան է կապված դրա հետ։ Կամ տհաճ պահերը սրանք են, այս օձերը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Տարվա ծնված ցուլերին է սա վերաբերվում։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 13-ին։ Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերը, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, նաև ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ ձեզ մոտ կգան, սուտ կա նաև եւ օրվա ընթացքում այստեղ կամ բժշկի եք գնում, որ անդադ գնում եք յուրաքանչյուր ամիս կամ վերջին 1 ամսում եք անընդհատ գնում կամ ասելա 1 ամիս ինչ-որ պրոցեդուրա արա կամ օգտագործի հետո կգա, սա նմանատիպ փոյցապահեր են առողջության հետ կապված, դե կարող է նաև հղիությունը եւ երջանիկ եք լինելու, ինչ-որ բան է լինելու, ձեզ երջանիկ զգաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին։
Ինչ է սպասվում վագրերին նոյեմբերի 13-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը հանդիպում ունեք ինչ-որ մարդկանց հետ, հնարավոր է տան հետ կապված իրադարձություն է, որ ամեն ամիս անում եք, տան վարձ եք տալիս, իրենք են տալիս, ինչ-որ բան է տան հետ կապված եւ դա պետք է անեք, դրա համար եք հանդիպելու։ Սուտ կա, ուշադիր եղեք, նաեւ օրվա ընթացքում կարող եք հուզվել, ձեր ցանկությունները իրականանան, հյուր կունենաք եւ այդ հյուրը կարող է երկար մնա եւ որևիցե հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել այդ ժամանակ։ Դեմա շուտ հանեք, ասեք, գնացեր տուն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին նոյեմբերի 13-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը հեռախոսազանգ ունեք, նաև տատանվում եք ինչ-որ հարցի շուրջ, դա կարող է լինել ստի վերաբերյալ, կամ ասել են կզանգահարենք, չեն զանգահարում, կամ զանգահարելուց հետո ինչ-որ բան են ասում, եւ չկան, նաև օրվա ընթացքում հանդիպում կունենաք, եւ ինչ-որ բան է ձեզ ցավեցնում, յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր ինչ-որ, եթե ցավը գլոբալ է, ձեզ անձամբ կամ ինչ-որ կախված է թե ինչ պահ է դա։ Մի խոսքով քայլ անելուց առաջ երկար մտածեք։ Եվ կարող եք գնալ ոչ մի տեղ երկար մնալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին նոյեմբերի 13-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը ոմանք ունեն թաքուն սիրային հարաբերություններ, թաքուն եռանկյուն հարաբերություններ, նաև թաքուն գործողությունները, որ կարող եք անել։ Օրվա ընթացքում այստեղ տան հետ կապված իրավիճակի իրադարձություններ են, նաև դա կարող է լինել առիթ, կամ ձեր տանը կամ պետք է գնաք այդ առիթին, ինչ-որ միտեղ երկար կմնաք, սեղանի շուրջ եք նստելու, հնարավոր է, որ առիթ է դա։ Եվ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք նոր։ Նաև ոմանց համար ինտիմ հարաբերություններ են, ոմանց համար մի փոքր կամ շուտ եք պարկելու քնելու կամ ուշ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կոչերին։ Ինչ է սպասվում օձերին նոյեմբերի 13-ին։ Հարգելի օձեր, այդ օրը հաջողություն ունեք։ Սեղանի շուրջ եք նստելու, ինչ-որ մարդկանց եք սպասում, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Կսպասեք այդ մարդուն, թե ոչ, որտեղ այստեղ սիրային ժամադրություն է նաև արանքում, կարող է դրան է վերաբերվում։ Նաև դա ձեր հարազատ մարդկանց այդ պայմանավորվածությունն է եւ սպասում եք։ Հեռախոսազանգ կունենաք, նաև ոչ է գաղտնիք կարող է բացահայտվել, որը մի փոքր տհաճություն է ձեզ տալիս։ Միգուցե սեղանի շուրջը, միգուցե եւ այլն, ինչ-որ միտեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Եկեք նայենք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին նոյեմբերի 13-ին։ Հարգելի ձիեր, ամսի 9-ի կանխատեսման մեջ ես կարդացի, որ գրել էիք ձիերին չեմ ասում, այո, ինչ-որ վագր եմ ասում, բայց վագրերը շատ շուտ էին և դժվար թե վագրերը հետ վերադառնային և նայեին այստեղ։ Այնպես որ ամեն ինչ հնարավոր է, այն կարգի հոգնածությունը, որ ես ունեմ, դուք ոչ ոքդ ոչինչ չեք անի դրանից հետո, երբ որ այդքան կհոգնեք։ Դրա համար պետք է ուղղակի հասկանալ նայել նշանը, թե հիմա ինչ բառ եմ օգտագործում, նշանը ձերն է։ Ուրիշ ոչինչ։ Ես գիտեմ, որ ձիերը հարվածելու ցանկություն ունեն և սեր ունեն, բայց ոչ այս ալիքում։ Ու գրելուն ձև կա։ Ինչպես գրեք, այդպես ես կպատասխանեմ։ Նա պետք է ուղղակի հիշեք, ինչքան ձին է հարվածում, այնքան ցուլ է։ Պետք է հիշել։ Ամեն մեկը հնարավոր է սխալներ թույլ տա, բայց այդ սխալների համար պետք չի հարձակվելը մարդու վրա։ Հարձակվելը դա լավ բան չէ։ Առավել ևս, որ ես ձեզանից ոչինչ չեմ ստանում։ Պետք է ուղղակի հարգանք ցուցաբերել դիմացինի հանդեպ, որ եթե դուք նկատում եք անգամ արհեստական լույսի ժամանակ է եղել դա կարծես թե, եւ որքան ուշ ժամ է, որ արհեստական լույսի տակ է դա։ Եվ որքան եմ ես ընդհանրապես հոգնում։ Եթե շարունակում եմ այս աշխատանքը դեռևս անել մեզ բոլորիս համար, ուրեմն պետք է կարողանալ լռել։ Նայել սխալը եւ հասկանալ այդ սխալը եւ լռել թեկուզ։ Կամ մեկ այլ ձև։ Դա կարելի է գրել ուղղակի։ Հավատացեք, ձիերի ոչ մի հարվածից չեմ վախենում։ Կարող եք չնայել։ Ոչ ոք չի խնդրում։ Այսքանը բավականին բարկացել էի կարդալուց հետո, չէի տեսել, ամսի 9-ին էր դա գրված։ Ամսի 9-ին, այո, տեղադրում եմ, ասում եմ վագր։ Ամեն ինչ հնարավոր է։ Փորձեք դուք օրվա ընթացքում շատ հոգնեք, ոչ թե ինձ նայեք, խոսեք դեռևս, շարունակեք խոսել։ 30 րոպե այստեղ խոսեք այս ալիքում, 30 րոպե մյուս ալիքում խոսեք, 40 րոպե մյուս ալիքում խոսեք։ Եվ բացի այդ ամբողջ օրը խոսեք։ Տեսնեմ ինչ-որ մարդիկ կլինեն, ովքեր որ դրանից հետո ի վիճակի կլինեն նաև խոսելու, ոնց որ դեռ ես խոսում եմ։ Այնպես որ կամ հանդուրժեք, կամ նման արտահայտություններ անողներին սև ցուցակ գցեմ մի անգամից։ Ուրիշ ոչինչ։ Այսքանը։ Այդ օրը հյուր ունեք, կամ դուք եք գնալու հյուր, բայց այնտեղ կարող եք երկար մնալ եւ ինչ-որ տհաճ պահեր կարող են տեղի ունենալ դրա հետ։ Համար յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո արեք, եթե թեկուզ հյուրը ինչ-որ մի բան է, այնպես կամ հյուրն է կարող տհաճ դες համար։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Ոմանց սերկ խոստովան են, դուք սերկ խոստովանեք։ Նաև ձեր հարազատ մարդը ձեզ կարող է օգնել, որպեսզի ձեր գործերը ավարտեք կամ ինչ-որ վերջնական որոշում կայացնեք,
որից է մի բան էլ ձեզ երջանկացնելու է եւ ոմանք շուտ կպարկեն քնելու, ոմանք ուշ, ոմանց համար էլ սա ինտիմ հարաբերություններ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին նոյեմբերի 13-ին։ Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում։ Այդ օրը ոմանց սերկ խոստովանեն, դուք սերկ խոստովանեք, սիրահարվեք, ձեր հարազատների շրջապատում կլինեք, մի խոսքով ձեզ լավ կզգաք, հաջողություն է ձեզ սպասվում, հյուր ունեք կամ դուք հյուր կգնաք, որից հարցին վերջնական լուծում կտաք, եւ այստեղ ոմանք սիրային ժամադրություն ունեն, որը շատ լավ կանցնի, նաև ոմանք էլ այստեղ իրենց սիրելի մարդկանց հետ կարող են հանդիպել, եւս էլի շատ լավ կանցնի ձեր ժամանակը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին նոյեմբերի 13-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու, նաև պետական հիմնարկություն ունեք, կայցելեք այնտեղ, լինի դա հիվանդանոց, ուսման կենտրոն, թե բանկ, թե մեկ այլ տեղ։ Նաև օրվա ընթացքում սուտ կա, բայց դա հաճ պահեր, կարող է ստից է։ Նաև հանդիպում շփում ձեր ընկերոջ հետ,
Նորություն եք լսելու և որոցը հնարավորություն կաղեք ձեր ձեռքից բաց թողնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին նոյեմբերի 13-ին։ Հարգելի աքաղաղներ, այդ օրը ինչ-որ հարցում հաղթանակավոր սուս կգաք, ինչ-որ բան ձեր օգտին է ավարտվելու, օծեր կան, բայց յուրաքանչյուր քայլ անելուց երկար մտածեք, մի տրվեք իրենց, և ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու, միգուցե այդ հաղթանակած դուրս գալն է ինչ-որ մի բան է, և ոյցե հարցին վերջնական լուծում կտաք, ինչ-որ բան կավարտեք, վերջնական կավարտվի դա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շների։ Ինչ է սպասվում շներին նոյեմբերի 14-ին, նոյեմբերի 13-ին, ոչքից 14-ին։ Հարգելի շներ, այդ օրը առավոտյան հաջողություն ունեք, նաև օրը ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է կախված, հատկապես ձեր առողջությանը վերաբերվող։ Նորություն կլսեք այդ օրը, հանկարծակի լուր կլսեք այդ օրը և ժամը ձեզ համար շատ կարևոր է, կամ ուշ ժամի եք տուն գալու, կամ ինչ-որ մարդիկ են գալու տուն ուշ ժամի, կամ պայմանավորված եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խոզերի։ Ինչ է սպասվում խոզերին նոյեմբերի 13-ին։
Հարգելի խոզեր, վարազներ։ Այդ օրը հաջողություն ունեք, նաև ովքեր որ հիվանդ էին, վատ առողջ էին, իրենք կարող են ապաքինվել, կամ կարող եք լավ բան լսել այն մարդու մասին, ով որ պարկած էր։ Նաև սա ինտիմ հարաբերություններ է, որը դա հաջողությամբ կընթանավոր կամ կհասնեք ձեր ուզածին, այսպես կարելի ասել, կամ ամեն ինչ նորմալ է։ Եվ ոմանք ունեն, այստեղ կամ երեխաներին եք տանում յուրաքանչյուր ամիս բժշկի, կամ ինչ-որ գործողություն եք անում երեխաների համար, կամ հղիության հետ է կապված յուրաքանչյուր ամիս գնում եք ստուգման։ Սա նաև կարող է լինել, որ նայում եք երեխային, օրինակ, եւ ասում են, որ ամեն ինչ նորմալ է երեխայի մոտ, դա է ձեզ հաջողությունը եւս։ Կամ երեխայի գումար եք ուղարկում, երեխայի գումար եք ստանում, եւս, այդ ամիս կստանաք։ Երջանկության արդյունքներ ունեք, կամ հուզված եք երջանկությունից, նամակ կստանաք, փաստաթուղթ, տեղեկատվություն, գուցե ինչ-որ բան եք ստորագրում, եւ ժամին պետք է ուշադրություն դարձնել, այստեղ ընկած է ժամ, գաղտնիք եւ տհաճ պահեր։ Արդեն դա ամեն մեկի մոտ ինչ-որ բան կարող է լինել, ինչ-որ մի բան կարող եք իմանալ այդ ժամի վերաբերյալ, կամ ինչ-որ մեկը պետք է այդ ժամի ուշ ժամի գա, դա է, եւս էլ ինչ-որ գաղտնիքի բացահայտում ոնց որ չգիտեիք, իմացաք։ Եվ դա ձեզ կարող է ձեր համար տհաճ լինել։ Ինչ-որ պահեր են այստեղ ժամի հետ կապված։ Կամ այդ ժամին այդտեղ չի լինելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։